ամենակարևորը մեր պետության ազգային օրակարգերն են, որոնք պիտի բխեն մեր շահերից։ Մեր ազգային շահը այսօր օրինակ թելադրում է, որ մենք պիտի եվրոպական գնողունակ շուկային հասանելիություն ունենանք։ 20 տրիլիոն եվրո 500 միլիոն գնողունակ քաղաքացուն պիտի մեր ապրանքը հասանելի դարձնենք։ Դա այլ ընտրանք է ռուսական այս սպառնալիքներին, թե չէ, այս տնտեսական պատերազմը։ Այ հենց մենք կունենանք այդ այլ ընտրանքը, հավատացեք, այդ լարսը չի փակվի, մեր ծաղիկները երբեք էլ ոչ մի արգելքի չեն հանդիպի, էսա։ Պետության խնդիրն է այլ ընտրանքներ ստեղծել։ Երբեք հենց որևէ իշխանավոր ասեց այլ ընտրանք չկա, այդ նշանակում է ինքը իր տեղում չի։ Պետությունը այլ ընտրանքներ ստեղծելու համար։ Այո, բայց այդ դեպքում Ռուսաստանը ավելի շատ Թուրքիայի հետ կգա համաձայնության, որ այս ճանապարհը չբացվի։ Դրա համար մենք օրինակ որպես պետություն, օրինակ էլի ազգային շահից ելնելով, պիտի ավելի շահագրգռված լինենք, որպեսզի Թուրքիա ավելի շատ իր հայացքը ուղղի դեպի Եվրոպա, քան դեպի Եվրասիա։ Որտեղ հենց Ռուսաստանն ու Թուրքիան սկսում են իրար նայել, մենք այդտեղ խեղդվում ենք։ Եվ մեր շահերից է բխում, որքան հնարավոր է Թուրքիան ավելի ուրեմն իր հայացքը, իր զարգացման վեկտորը կապի Եվրամիության հետ եւ դա այդպես է։ Նախ Թուրքիան անընդմեջ բան է անում, չէ, ասում է մեր տեղը Եվրամիությունում է, Եվրամիությունում մեզ չեն ուզում, նույնիսկ ոչ անդամության հեռանկարով Թուրքիան կարևոր է, որպեսզի իր տեղը տեսնի Եվրամիությունում։ Եվրոպայում դա կարևոր է։